Բարի երեկո։ Այսօրվա մեր հաղորդումը փոքր ինչ տարբերվելու է մեր մյուս հաղորդումներից, քանի որ մենք այսօր խոսելու ենք աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանանց մասին։ Չնայած այն փաստին, որ մարմնավաճառներին շատ վատ է վերաբերվում մեր հասարակությունը, պետք է նշեմ, որ ժամանակին նրանք ոգեշնչման առարկա են հանդիսացել բազմաթիվ գիտնականների համար։ Մարմնավաճառների շնորհիվ է, որ մենք գիտենք, թե ինչ է նշանակում շփման ուժ, արագացում, ձգողական ուժ եւ նման կարևոր գյուտեր։ Իմջալոց ասեմ, որ մարմնավաճառները հիմնականում իրենց գործունեությունը եւ առևտուրը ծավալում են հետեւյալ վայրերում՝ Ծերեթելի խաչմերուկում, Կրկեսի հարևանությամբ, Բաղրամյան պողոտայում եւ ասեմ, որ այս ամենը այն բանից հետո նույնիսկ, երբ քաղաքապետարանը արգելեց փողոցային առևտուրը։ Սամուլիկ, ես հլս տեղես։ Եկար։ Բաուր պդիլն եմ։ Քեզ ինչ կա, ամմոտ է չես անում։ Մարդիկ գալիս են դաշնամուր տեղափոխելու համար անցի տանեն, քեզ տենում են դաշնամուրը մոռանում են։ Քեզ կարա գնաս մի հատ ուրիշ տեղ, կանգնես մենք քեզ տեմ երկու կոպեկ փող աշխատենք։ Արա Սամո, չես ջոգում, որ արդեն լեզվիտ ես տալիս։ Չես ջոգում, որ եսի տատական եկաս տարածք է, եսի մարի շտատուց եմ ժառանգես ես տարածք, ուզում է քաղմասը բաժնից հլնի իրա ոտով գաս տեղ, ես ոչ մեկին իմ տեղը չեմ զիջելու։ Չես կամ աշխատես, գնա ուրիշ տեղ աշխատի խոսքի օրինակի համար։ Արա թե մեր գործն է գործ չի էլի։ Ձեզ ինչ կա։ Գալիս են պադավատով ձեզի տանում են սավունաները, լողցնում են, կերցնեմ են, խմցնեմ են, բարձնեմ են, վերջում եմ յատ կանցնեմ են։ Հետ հայլի կանած փող եք աշխատում։ Վատես սանա Սամո, որ իմանաս ինչեր են քաշում, տենց չես խոսա։ Դու ով էլ խոսա էլի, արածդ ինչ է, մի հատ ընդամենը անլար դաշնամուր չես ավտոյցանում բարձրացնում 4-րդ հարկ։ Այդ նույնն է, ոնց որ ես հանեմ դաշնամուրը բարձրացնեմ 4-րդ հարկ, ճկռալ են, մի հատ նստեմ ծխեմ, մեկ էլ կլենտ ասի հոպ ստոպ, նորից իջացեք ներքև, բարձրացրեք վերև, ուտես 4-5 անգամ ջոգում ես, բրատս։ Հա, ջոգում եմ։ Ահա։ Աշկիս քո հետևից են եկել։ Գնա, սաղ քիշեր չես քնե երևի, գնա մի քիչ ճաշ կապցնա։ Լավ, ես էլա։ Բարքի մետարանքում եմ ես հասցնեմ մի քիչ փող աշխատեմ։ Պրիվետ։ Ջայլ ջան, լավ մեծ լուստրա է մարը, բայց ծանր ու լիֆտի մեջ չի տեղավորում, 6-րդ հարկ պետք է հանվի, ինչ կուզես որ։ Սամո, արիստեղ քեզ են կանչում, տես ինչ են ասում։ Արամիրա, աղբերջանումա պետք անեմ 6-րդ հարկ, ծավըտ տանեմ։ 6-րդ հարկ, մեծ լուստրա։ Մեծ լուստրա, հնացի, ստուստա։ Հա, Սամ, այս ինչ ա վիճակը, մենակ չասես փող չտվին։ Դե ինչ փող,
Ձերցս այդ լուստրեն ընկավ չարծվա։ Բա խորը սարև։ Հա։ Արա դե ճիշտ էիր ասում, ձեր գործն էլ գործ չէ էլի։ Չէ, դու էիր ճիշտ ասում։ Այդ ձեր գործը գործ չի։ Հանետ ինչ արին անցի։ Մենք կոլեկտիվով լավի գործենք սաունը անի պաչին ասել է։ Զինու պաչի, всё, ասա ձերը ոչ չկոլի շատ։ Հողեք, ես կգնում եմ չվնը։ Հողեք։ Ինչպես ծառայությունները մատուցող կազմակերպությունը եւ անձինք, մարմնավաճառները նույնպես ունեն իրենց ծառայությունների փաթեթները իր գներով։ Բնականաբար նրանց մոտ կան մի փոքր տարբերություններ, օրինակ նրանց մոտ չկա ամանորյա կամ սեզոնային զեղչեր։ Ինչը ամենահետաքրքիրն է մարմնավաճառների մոտ, երբ որ լինում են կոլեկտիվ հայտեր, գները ոչ թե իջնում են, այլ բարձրանում են։ Սոցիոլոգները պարզել են, որ մարմնավաճառներից բողոքող մարդիկ բաժանվում են 3 խմբի։ Առաջինը դա ամուսնացած կանայք են, երկրորդը դա կոնկուրենտ մարմնավաճառներ են եւ երրորդը դա թոշակառու տղամարդիկ, որոնց ոչ ֆիզիկական, ոչ ֆինանսական վիճակը թույլ չի տալիս օգտվել նրանց ծառայությունից։ Իմ հայրն ու իմ որդին ես դու նոր, բարն ու հին այգին ես դու իմ, դարն ու իմ հին ուրարտու Երևան, իմ բարի քաղաք, Երևան, իմ քարի քաղաք, ուր գնամ միշտ քեզ եմ ես հիշում Երևան, իմ բարի քաղաք, Երևան, իմ քարի քաղաք, ուր գնամ միշտ քեզ եմ ես հիշում Սիրեմ, ինձ դու ես գերում ուր, լինեմ, ինձ տուն ես վերում ուր, չվեմ, քո բունեմ թևում Երևան, իմ բարի քաղաք, Երևան, իմ քարի քաղաք, ուր գնամ Արա, պետք է դի կացով մեջ դու դու գարան։ Աղջի լսում ես վավշե իմ ներվերը մի կերկը գամատեկը կծրկես կացու տակ աղջի լսում ես վավշե հորը պեր կեզ է արա լսարան ինչ եմ ասում կեզ Տղաջան ամոթ չես անում, բա փողոցում այդպես բարձր խոսում են Հոպար, յան տու, ոչ հավեսըտ ունեմ, ոչ առողջությունը Դու թքեմ ես քո երեսին Էսի սերունդա մեծանում, այլանդական դաստյար Տղաջան, քեզով ա թույլ տվել քաղաքի կենտրոնական այգում արևած ծաղիկ չրթես, հե? Ալավ հոպար կեթա մալագյազի դոշերին կճրտեմ, լավ ա? Հələ սրան տեսեք, որ մեծերի հետ խոսելու ձև չգիտի Ալա ճամպը չարունակի, Կազյոլ! Անես բձն մականունը սոր դուզ գիտեր անա Ներողություն, որ խանգարում եմ Ամոթ չեք անում ես հասարակական վայրում համբորվում եք Մենք մեր ժամանակ, որ համբորվում ենք, գնում ենք դեզերի հետևն էինք մտնում, որ մարդիկ չտեսնեն Վայ քորա, ես դեզը ուր տարան, կյանք դու տեսար դեզը ուր տարան ստեի Չէ Թու թքեմ ես ձեր նամուսին Էսի սերունդա
բան։ Ես ինձ սերունդ եմ մեծանում։ Ոչ դաստիարակություն կա։ Ոչ նամուս, ոչ թասիբ։ Ոչ բարոյականություն։ Բարոյականության ամնը տալիս ես անբարոյականը հելմաթեմդ։ Путана, ночная бабочка, ну кто же виноват? Путана. Աղջիկ ջան, ամոթ չես անում, ես ինչերով ես զբաղվում։ Ինչ կանի քո մայրը, եթե տեսնի քեզ այստեղ կանգնած։ Հոպլոյդ ինչ հարց ես տալ, ինչ պետք է անի։ Գլուխս կսխկի։ Եվ ճիշտ էլ կանի, քանի որ առաքինի կին է, չէ՞։ Այդպես չէ։ Չէ, կյանքս։ Պրոստեսի իրա տարածքն է։ Որի մասը գիտես Այս մասնագիտության տեր կանայք առանձնանում են իրենց հատուկ մարդասիրությամբ։ Նրանց համար ոչ մի բան կարևոր չի բացի փողի քանակը եւ առկայությունը։ Իսկ հումանիզմի ամենագլխավոր ապացույցը այն է, որ նրանց մոտ իսպառ բացակայում է նացիզմի եւ ռասիզմի ցանկացած տիպի դրսևորում։ Ջիգեր պրոստեսոր չեմ կարա էլի ցավը տանեմ։ Հա, գիտես, դու իմ աղբերն ես 1000 տարվա, գիտես, պրոբլեմ չունես, պրոստը ոչ այսօր էլի կյանք, հա։ Դե ինձ էլի հասկացի, աղբոր պես հասկացի էլի կյանքս, գիտես։ Մենակ ոչ այսօր էլի, ահա որ խառն եմ, գլուխը շատ խառն է։ Գեշ պսակվում եմ, ասում եմ քեզ։ Լուրջ եմ ասում, քեզ խնդում արա։ Այդ կարի չորս արև պսակվում եմ, չես հավատում, ոնց է դա ապրավդանի չի։ Դավայ, լավ այազես։ Արա Շիրո։ 2 տարի գնացիր Եվրոպա սովորար ես ինչ որ նկակ։ Արա այսի անպարոյական Շիրո, մի հատ լավ մտածի ինչ ես անում։ Պապ, ես մեկային որոշումը չեմ փոխելու։ Ես իրան սիրում եմ ու իր հետ ամուսնանալու եմ։ Ու ինձ բավարար չի հետաքրքրում իր անցյալը։ Էդի մենակ իր անցյալը չի, էդի իմ անցյալն է։ Էդի հորախբորդ անցյալն է։ Էդի մեր հարևան Գեգամ ձյաձյայի անցյալն է։ Էն իր 3 տղեկին հիշում ես, այն մեծը, այն միշնեկը, այն փոքրը, էդի իրանց անցյալն է։ Բա տղա ջան։ Սամվել Քերի անցյալն էլ, հա։ Չէ։ Սամվել Քերի անցյալը կարծեմ սրա անգերուհին էր, էսի չէր։ Սիրելի բարեկամներ, հարազատներ, այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ներկա գտնվենք մի նոր ընտանիքի ստեղծմանը։ Շրջան, դուք ճարագացրա էլի ուշանում ենք։ Լավ, եկեք անցնենք բուն արարողությանը։ Դուստրս Դու հնազանդ ես։ Այ դրանից, հնազանդ եմ, հա։ Հնազանդ ես։ Հնազանդ եմ։ Հնազանդ ես։ Վայ հնազանդ եմ ասացի, 3 անգամից հա չեմ ջոգում։ Տղաս, որդյակս։ Տեր ես։ Տեր եմ, տեր հայր։ Որդյակս, եվս մեկ անգամ եմ քեզ հարցնում, լավ մտածիր։ Որդյակս, տեր ես։ Տեր եմ, տեր հայր։ Քեզ տեր Աստված ինձ խնդրում եմ ինձ համբերություն տոր, որպեսզի ես չպորտկամ։ Արա այդ տղա։ Որդյակս, տեր ես։ Տեր եմ, տեր հայր։ Հայտարարում եմ ձեզ կին և անասուն, կարող եք համբուրվել, չնայած ես քո տեղելն էի չէի համբուրվի։
Համոզված եմ, որ շատերը այս պահին սպասում են մեր ավանդական էջին, որը վարում է պրոֆեսոր Գևորգյանը։ Դե ինչ սիրելիներս, չչարաշահելով ձեր համբերությունը, եթերը սիրով տրամադրում եք նրան։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր ես կփորձեմ խորհուրդներ տալ բոլոր այն կանանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով տիրապետում են աշխարհի ամենահին մասնագիտությանը։ Իմ միակ խորհուրդն այն է, որ պետք է գտնել նոր աշխատանք եւ փոխել այդ եկամտաբեր, բայց շատ վատ մասնագիտությունը։ Իսկ եթե այս խորհուրդը ձեզ տալիս են 100-րդ անգամ եւ դուք միևնույն է որոշել եք չփոխվել, մի շտապեք, քանզի մոտակա մի քանի րոպեների ընթացքում հնարավոր է ամեն ինչ։ Սիրելի կանայք, ամեն ինչ սկսվում է արտաքին տեսքից, քանզի ձեր հագուկապը կարող է ձեզանից շուտ խոսել ձեր մասին։ Եթե դուք այնուամենայնիվ դուրս գաք տանից բուն գաղտնոսքով, ապա փողոցում ձեզ հաստատ կմոտենա շքեղ ավտոմեքենա։ Այս գայթակղիչ իրավիճակից հարկավոր է գտնել ճիշտ ելք։ Ազիզ, եթե ուզում ես կարող ապառիկ ձևակերպենք։ Քո ասածները կոմայգում են, այդ տպար։ Ազիզ, դրանից ավել չեմ կարա իշնեմ, իմ վրա 35 անստ է։ Իսկ դες դմայի չեք պետք է։ Ոնցնի մենշոկ կարտոշկա։ Լավ, էլի գոնե 2 մենշոկ էլի։ Բարև ցեզի։ Յա, բարև ցեզի։ Ձեր համար $2500։ Լսեք, ես ձեր իմացած աղջիկներից չեմ, ուղղակի տրանսպորտի եմ սպասում։ Եթե ձեր մեջ կգտնվեն այնպիսիները, ովքեր կնստեն մեքենան, ապա վստահ եղեք, որ անկողինն անխուսափելի է։ Սակայն դա չի նշանակում, որ այս իրավիճակից այլևս ելք չկա։ Բոդլերը բազմիցս նշել է, որ չարի ծաղիկներ հավաքածուն ոչ թե մի առանձին պատմվածք է, այլ ներկայացնում է իրենից մի ամբողջական։ Տոտո, տղճմարտուն տալանեցին այ մեզ։ Շետ։ Շատ կներեք, բայց ես սխալվել եմ ու չեմ կարող։ Սիրելի տիկնայք, ես վստահ եմ, որ դուք կլսեք իմ խորհուրդները եւ ճիշտ կվարվեք։ Մի մոռացեք, որ այդ ուղուց ետ կանգնելու համար երբեք ուշ չէ։ Եվ եթե դուք լսեք ինձ եւ թողնեք ձեր սխալ մասնագիտությունը, ապա ձեզ կցափահարեն միլիոնավոր մարդիկ, որոնցից մեկն էլ կլինի պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Մեր այս հաղորդումը մոտեցավ ավարտին, իսկ բոլոր այն մարդկանց, ում հետաքրքիր է, թե ինչու մեր քաղաքում չեն հարկվում մարմնավաճառները, պատասխանեն, որովհետև հենց նրանց շնորհիվ է, որ մեր հարևան երկրից մեզ մոտ լինում է այդպիսի մեծ տուրիստական հոսք։ Հաջողություն։